Կանանց իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկա անելիքներն են Վանաձորում անցկացվող Մելինե միջազգային ֆորումի քննարկման առանցքում։ Ստրասբուրգ և Վանաձոր քաղաքների ապակենտրոնացված համագործակցությամբ կազմակերպված ֆորումն անվանակոչվել է ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանի կնոջ լեգենդար հայուհի Մելինե Մանուշյանի պատվին։ Միջոցառմանը մասնակցում է շուրջ 150 պատվիրակ։ Այս ֆորումն այն կանանց մասին է, որոնք ներգրավված են տարբեր ոլորտներում, ակտիվ մասնակցում են համայնքային կյանքի զարգացմանը։ Շնորհակալ եմ բոլորիդ մասնակցության եւ մեր կանանց ոգևորելու համար։ Եկեք միասին Մելինե ֆորումը դարձնենք Ֆրանսիա-Հայաստան համագործակցության լավագույն օրինակը։ Ֆրանս-հայկական այս ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ քննարկելու կանանց դերը հասարակական և քաղաքական կյանքում, ղեկավար պաշտոններում նրանց ներգրավվելու ավելի լայն հնարավորությունները։ Ամենակարևորը հենց կարող եմ ասել հայ-ֆրանսիական հարաբերությունների հիման վրա հիմք դրվել է Ստրասբուրգ-Վանաձոր համագործակցության։ Ինչ կտա մեզ այս ծրագիրը, նախ կանանց իրավունքների պաշտպանության թեմայով բազմաթիվ քննարկումներ, հանդիպումների եւ իրենց քննարկումների ընթացքում պետք է ի հայտ բերեն կարևոր հարցերը, որոնք հետագայում կնպաստեն հենց կանանց դերի բարձրացմանը որոշումների կայացման գործում։ Ծրագրով Վանաձորից, Գյումրիից եւ Ստրասբուրգից ընտրված 8 մենթոր կվերապատրաստվի։ Ձեռք բերած գիտելիքներն ու փորձը նրանք հետագայում կկիրառեն իրենց համայնքներում, նպաստելով կանանց առաջնորդության զարգացմանը։ Իրականում մենթորությունը ինքը հենց նախատեսում է փորձառու կանանց աշխատանք երիտասարդ կանանց հետ, որի շրջանակներում որոշակի դասընթացներ նույնպես պիտի իրականացվեն բոլորի համար համատեղ, որը դրված կլինի առաջնորդությանը, կանանց իրավունքներին, նպատակը կանանց զորացումն է, կանանց առաջնորդության ընդգծումը, կանանց տալ հնարավորություններ, որպեսզի իրանք կարողանան փոփոխություններ առաջ բերել, փոփոխություններ իրականացնել իրենց կյանքում, իրենց շրջապատում, իրենց համայնքում։ Ֆորումի ընթացքում ներկայացվում են կանանց հաջողության իրական պատմություններ, մասնակիցները դիտում են նաև Մարի թեմատիկ ներկայացումը։ Մարի ներկայացումը հիմնականում հիմնված է Հովհաննես Թումանյանի Մարո ստեղծագործության եւ կանանց իրավունքների տան իրական շահառուների իրական պատմությունների հիման վրա, որը եւս մեկ անգամ առիթ է տալիս հիշելու կանանց հիմնախնդիրները, օրենսդրական բացերը։ Ներկայացումը հիմնականում անդրադառնալու է ընտանեկան բռնության, սեռական, ֆիզիկական, թվային բռնության, ինչպես նաեւ վաղ ամուսնության եւ մի շարք այլ թեմաներին։ Վանաձոր-Ստրասբուրգ համագործակցության ծրագիրը համաֆինանսավորում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։